Գիտեիք, որ գոյություն ունի մի մարդ, ով միաժամանակ կանգնած է թե տիեզերական թռիչքների և թե խորջրյա սուզումների ակունքներում։ Նա հայ իշխանական տոհմի զավակ էր, ում անունը տասնամյակներ շարունակ գաղտնի էր պահվում հատուկ նշանակության փաստաթղթերում։ Ակադեմիկոս Լևոն Օրբելի։ Մարդ, ով ստիպեց մարդկության օրգանիզմին անել այն, ինչը բնությունն արգելել էր։ Ինչպես նա կարողացավ փրկել հազարավոր ջրասուզակների կյանքեր և ինչպես հենց նրա աշակերտը տիեզերք ուղարկեց առաջին կենդանի էակին՝ Լայկա շանը։ Այսօր մենք միասին կբացահայտենք փաստեր, որոնք ձեզ պարզապես կապշեցնեն։ 1930-ականներին ծովի հատակին աշխատելը հավասարազոր էր մահապատժի։ Ջրասուզակները մահանում էին սարսափելի ցավերից, որը կոչվում էր կեսոնային հիվանդություն։ Օրբելին առաջինն էր, ով առաջարկեց ազոտը փոխարինել հելիումով, բայց ամենազարմանալին նրա փորձերն էին ճնշախցիկներում։ 200 մետր խորությանը համապատասխանող ճնշման տակ մարդու ձեռագիրն այնքան էր փոխվում, որ դառնում էր անճանաչելի։ Սա ապացույց էր, որ հսկայական ճնշումը ազդում է անմիջապես ուղեղի կենտրոնների վրա։ Կանգ առեք, այս ամենը դեռ սկիզբն է։ Քչերը գիտեն, որ Լևոն Օրբելին ուներ մի գաղտնի եղբայր՝ Ռուբենը, ով հիմնադրեց ստորջրյա հնագիտությունը։ Եթե ձեզ նույնպես հիացնում են հայկական գենի այսպիսի բացահայտումները, ապա հենց հիմա սեղմեք լայքի կոճակը և բաժանորդագրվեք Արգան բլոգի էջերին։ Մենք միասին բացահայտում ենք այն, ինչի մասին լռում են դասագրքերը։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Օրբելին չտեսավ Գագարինի թռիչքը, բայց հենց նրա ստեղծած գիտական դպրոցն էր պատասխանատու առաջին տիեզերական թռիչքների համար։ Նրա աշակերտ Օլեգ Գազենկոն հենց Օրբելու մեթոդներով էր պատրաստում Լայկա շանը։ Սակայն 1950 թվականին փառքի գագաթնակետին գտնվող Օրբելուն սպասվում էր հարված։ Ստալինյան գիտական ինկվիզիցիան նրան մեղադրեց հակամարքսիտական հայացքների մեջ և հեռացրեց բոլոր պաշտոններից։ Նա զրկվեց ամեն ինչից, բայց չդադարեց լինել գիտնական։ Այսօր, երբ մարդկությունը պատրաստվում է Մարսի նվաճմանը, մենք պետք է հիշենք այն հայ ակադեմիկոսին, ով առաջինը չափեց մարդկային դիմասկունության սահմանները։ Իսկ հիմա հարց ձեզ. եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր ուղղությունը կընտրեիք հետազոտելու համար՝ օվկիանոսի ամենախորը անդունդը, թե տիեզերքի անհայտ հեռուները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ես կարդում եմ բոլորը։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։